Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր հանդիպել ենք լավ շրջապատով, Արմեն Չիբողջյանը հեռավոր Ամերիկայից, Տիգրան Խզմալյանը Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Երևանից, ուրախ եմ ձեզ տեսնել, բարև ձեզ։ Ողջույն։ Ողջույն Մարաջան, մենք էլ ուրախ ենք քեզ տեսնել։ Որքանով է Հայաստանի քաղաքական գործիչների եւ հասարակության վերաբերմունքը Իրանում կոնֆլիկտին համարժեք ձեր կարծիքով, որովհետեւ տեսնում ենք տարբեր կարծիքներ, տեսնում ենք մանիպուլյացիաներ, ինչպես է հանրությունը արձագանքում։ Հայաստանը ցավոք սրտի դադարել է լինել քաղաքացիական հասարակություն։ Մենք այնքան ենք հասցրել պառակտել մեր երկիրը, հասարակությունը սեգմենտացնել, որ անգամ միանշանակ չէ, բայց գոնե շատ թե քիչ մոտավոր հարցի պատասխանը գրեթե անհնար է այս պահին։ Ես կարող եմ առանձին ասել իմ պատկերացումները Հայաստանի գերագույն շահերի մասին, որովհետև հասարակության ավանդապաշտ մասը ընդհանրապես բնականաբար շատ բարեդրացիական է վերաբերվում Իրանին հիմնականում։ Եվ վերջի տասնամյակների մեր որքան էլ բարդ, այդքան էլ այնուամենայնիվ կենսական երկու երկրների համար էլ հարաբերությունները դարձրել են Իրանը հայերի համար շատ թե քիչ ոչ միայն ընդունելի, այլ գրեթե միակ վստահելի հարևան եւ գործընկեր։ Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանում շատերը պատկերացնում են, որ Հայաստանի ճակատագիրը, դա գոնե իմ կարծիքն է, հիմա մեծապես կախված է Իրանի զարգացումներից, որովհետև մարդիկ արդեն սովորել են գրեթե երկու սերունդ է ձևավորվել իսլամական Իրանի օրոք եւ մարդիկ որպես հին անհավանական բան են լսում ժողովրդավարական Իրան, թագավորական Իրան, դա թվում է ինչ-որ հեռավոր պատմություն, մինչդեռ դա մեր աչքի առաջ էր այդ ամենը, եւ ես այստեղ որպեսզի շատ չծավալվեմ, ասեմ այն ինչ համարում եմ բանաձև մեզ համար։ Ցանկացած իրավիճակում Իրանը գոյաբանական կարևորություն ունի Հայաստանի համար եւ պետք է ասել, որ հակառակը նույնպես ճիշտ է։ Իրանի ցանկացած կարգավիճակը կամ վարչակազմը շատ թե քիչ կպահպանի հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն այս պատերազմը, ծանրագույն պատերազմը, որի մասին առանձին պետք է խոսել, ես միայն այստեղ կենտրոնանամ հայ-իրանական հնարավոր զարգացումների մասին։ Եթե հաղթի ժողովրդավարական վարկածը, ասենք, եւ Իրանը աշխարհիկ պետություն դառնա, թագավորություն կամ խորհրդարանական, բայց արևմուտքի համար բաց գործընկեր, ապա Հայաստանի կարգավիճակ աշխարհաքաղաքական, տնտեսական, սոցիալական կտրուկ բարելավվելու է իմ խորին համոզմամբ, որովհետև Իրանը հենց Հայաստանի միջոցով է պատրաստվել տասնամյակներով, տարիներով եւ հիմա էլ է պատրաստ դուրս գալ արևմտյան շուկաներ։ Հայաստան, Վրաստան, Սևծով, Ուկրաինա եւ այլ նավահանգիստներ եվրոպական, Վարնա, Կոնստանցիա։ Այդպես որ այս ամենը ճիշտ մեզ է վերաբերվում։ Երկրորդ տարբերակը սարսափելի է, բայց դա չի կարելի բացառել եւ մենք պետք է դա նկատի առնենք։ Դա Իրանի դրողումն է։ Մենք տեսել ենք, որ դա կատարվեց Իրաքում, Սիրիայում եւ դա չի կարելի բացառել մեծ հաշվով նաեւ Իրանի դեպքում, որովհետեւ Ադրբեջանի նկարտումները այդ դեպքում կտրուկ կմեծանան, չի կարելի բացառել այնինչ արդեն եղել է 1945-46 թվականին, երբ Ստալինի որոշմամբ հյուսիսային Իրանը դարձրեցին հարավային Ադրբեջան, Թեբրիզը միացավ Բաքվի հետ, իհարկե դա երկար կյանք չունեցավ եւ դա ծանր տրավմա է Իրանի պետականության համար, բայց արի ուտես, որ այս սցենարները, ինչպես եւ Թուրանի ծրագիրը, հանկարծ կարող են դառնալ արդիական եւ Աստված ոչ անի դառնա իրականություն։ Սա նշանակելու է Հայաստանի իմ կարծիքով գոյաբանական մահաբեր վտանգ եւ այդ դեպքում Հայաստանը կորցնելու է եւ սահմանը Իրանի հետ, ինչը հիմա արդեն ակնհայտ վտանգ է, թեև շատերը դա չեն տեսնում, եւ մեր պետականությունը կստանա սարսափելի ծանր հարված։ Այդպես որ կան եւ այլ տարբերակներ իհարկե, կա տարբերակ, որ ոչինչ չփոխվի, թեև ճանաչելով Իրանը ներսից ես մոտ 5 անգամ եմ եղել այնտեղ եւ շարունակում եմ շփվել
եւ իրանահայերի եւ իրանցի ընկերների, գործընկերների հետ եւ պետք է ասեմ ավարտելով այդ հատվածը, որ ինչպես էլ ավարտվի պատերազմը, եթե անգամ վարչակազմի փոփոխություն տեղի չունենա, տնտեսական սարսափելի ցաներ իրավիճակը չի լավանա եւ ռեժիմը չի կարողանում եւ չի կարողանա լուծել այն ծանրագույն հարցերը, որոնք հիշեցնեմ դեկտեմբերի վերջին ոտքի են հանել Իրանի հսկայական զանգվածներ եւ դա արդեն ոչ թե գաղափարական, այլ պարզապես գոյատևման պայքար էր։ Այդպես որ հստակ է մի բան, մոտ ապագայում Իրանից սպասում են մեծ փոփոխություններ եւ այդ փոփոխությունները ճակատագրական են լինելու Հայաստանի համար, որ ուղղությամբ մենք շուտով կտեսնենք։ Նորմալ, ինչ ես կարծում, ինչպես ստացվեց, ինչի արդյունքում ստացվեց, որ առաջին քրիստոնեությունը ընդունած ազգի մի որոշակի հատված դարձել է իսլամիստների, չգիտեմ, պաշտպանը։ Տեսնում եք սոցիալական ցանցերում մարդիկ նույնիսկ էմոցիաների տակ չեն զգուշանում, որ ամբողջ աշխարհը հետևում է Իրանի հարևաններին եւ ցանկացած կարծիք շատ կարևոր է։ Մարդիկ պարզապես խառնել են Իրան պետությունը, Իրան հասարակությունը եւ Իրանի իսլամիստական ռեժիմը եւ նույնիսկ փորձում էին համեմատություններ անել Ուկրաինայի հետ, ասում են դուք ո՞նց եք Ուկրաինայից աջակցում հարվածները Իրանին, երբ որ ձեր վրա են հարձակվել, այսինքն եթե նման տրամաբանությամբ գնար, մենք Կուրսկի մարզ չպետք է մտնեինք կամ Մոսկվային չպետք է հարվածեինք, հա։ Իրանը երկար տարիներ ահաբեկել է Իսրայելին եւ իրենից վտանգ է ներկայացնում եւ այսօր դիմակները պատրվել են հարևաններին, խաղաղ հարևաններին հարվածներ հասցնելով ռեժիմը ցույց է տալիս ինչ վտանգներ ուներ, պարունակում էր, հա։ Ինչ ես կարծում, ինչի հետևանքով է եւ ինչպես կարելի է մարդկանց իրականությունը ճիշտ ինֆորմացիա տեղ հասցնել, եթե հաշվի առնենք, որ հանրային հեռուստատեսության ցանկացած վերլուծական հաղորդում կարծես թե նույն պարադիգմի մեջ է, Իրանը Իրանի ժողովրդից չեն տարբերում։ Հարցը մարջան շատ բազմաշերտ է եւ շատ լուրջ հարց է իրականում։ Խնդիրը քաղաքական դաշտի զարգացվածության մեջ, կրթական խնդիր է, լուրջ կրթական խնդիր է։ Նայ, մի կողմից մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող Իրանի դեմ խոսել, որտեղ մենք հասկանում ենք դե կարևորի է, ինքը եւ այլն։ Բայց եթե դու ասում ես, որ ես ժողովրդավարական երկիր եմ, եթե դու ասում ես, որ ես իմ ժողովուրդը խոսքի ազատություն է սիրում, եթե դու ասում ես, որ ես արժեքների համար եմ անում, եւ այլ այսպես շարունակ, գնում ես արևմուտքում, ասում ես մենք բարեփոխվում ենք եւ այլ այսպես շարունակ, եւ հետո IRI-ը մի հատ բարձրախոսա դեմ տալիս, մենք ում ես բարեկամ համարում, դա ասում է Իրանն ու Ռուսաստանը, գնում են ասում են, ես ոնց եմ բարեփոխվում, այս ինչ պահա, ոնց է ժողովրդավարական, եթե մարդիկ բարեկամ են համարում Իրանի երկիրը, որը այսօր ասում է ռելիգիոս ֆանատիկ տերորիստների, ուրեմն ազդեցության տակը, որը 40,000 մարդ է կոտորում 3 օրում, ժողովուրդը ասում որ իրանք բա։ Այսինքն տեսեք, այդտեղ զուտ ներկայացման մեջ է։ Այս խնդիրը ունենք կրթական բովանդակություն, որ պետքա դասատուները դպրոցից աշխատեն, բացատրեն պատմության մեջ, հա, լավ բացատրեն թե Իրանը ով է եղել, ինչքան պատերազմներ են մենք ունեցել, որ ինչա դիվանագիտությունը, որ եւ այլ այսպես շարունակ։ Հետո պետք է քաղաքական, այսինքն մամուլը ունի մեծ գործ անելու։ Իհարկե քաղաքական գործիչները պետքա ես ընդունում եմ, որ իրանք ազատ Իրանի դեմ բացել չպետքա դուրս գան եւ մենք այդ ամեն ինչը հասկանում ենք։ Բայց մենք հասկանում ենք նաեւ հետևանքները, մենք հասկանում ենք հետո որ մարդիկ ուղարկում են հարցումներ անելու, հասկանալու այս հասարակությունը ինչքան զարգացած է։ Եվ հետո տեսնում են, որ հասարակության մեջ բազմաթիվ շերտ կա, որը պաշտպանում է հանցագործների, տերորիստների։ Ինչի համար է հիմա քո հարցը։ Երբ որ մենք խոսում ենք, ես ինվերլուծություններ եմ, դուք կովերլուծություն, որ բացատրում ենք, ասում ենք, որ տես Համասին հովանավորում է, այն Համասը, որը մտավ եւ դեկտեմբերի 7-ին ուղակի այն ինչ որ իրենք են արել, դա չի կարող մարդ անել, չի կարող։ Երբ որ Հեզբոլլահը եկավ, ախր մենք խոսում ենք, որ մարդիկ լստրտի ինչքան հասկանում են մեր ձայները, դեռ տենց այդ հարցերում ուժեղ չի, որովհետեւ չունենք աջակցող կողքից։ Մարդկանց բացատրեն, որ Հեզբոլլահը եկավ քանդեց Իրանի Լիբանանի պես զարգացած պետությունը, այսինքն Իրանը մտցրեց Հեզբոլլահը ռազմական տակ բայց եւ իհարկե այնտեղ միջև էլ քաղաքացիական պատերազմ իհարկե եւ այլն, որի մեջ էլ Իրանի մատը վստահ խառնել եւ այսպես շարունակ։ Մի խոսքով Հեզբոլլահի Լիբանանի պես բարեկեցիկ պետությունը չի թողում որ շնչի արդեն 80-ականներից Հեզբոլլահը չի թողում որ շնչի։ Ավելին անընդհատ պատերազմը հրահարում Իսրայելի դեմ,
անդադ զինվորեր սպանում, առևանգում եւ այլ այսպես շարունակ, հա, որ դրանք ահաբեկչական կազմակերպություններ են եւ այլ այսպես շարունակ, որ Իրանը դրանց հովանավորն է, հութիները, որ խուլիգանություն են անում, ահաբեկում են, աղնավերին են խփում եւ այլ այսպես շարունակ, բացատրում են եւ հասկանում եւ այլ։ Բայց ցավոք սրտի ճիշտ չի ներկայացվում։ Լավ, ենթադրենք քաղաքական գործիչները հասկանալի է, իշխանությունները հատկապես պարզ է, իրանք պետք է ինչ-որ դիվանագիտություն պահեն, բայց այն ոնց որ մամուլն է պահում, գումարած քարոզչությունը, Հայաստանում ռուսական քարոզչությունը, պարզ է, ֆաշիստ Պուտինը պետք է պահի ֆաշիստ չմեկին, պարզ է, որ այդ ամբողջ տարածումը մեդիա դաշտը, որը շատ կարևոր է, այստեղ որտեղ դες իշխանությունները կարող են ասել բոլոր զարգացած երկրներում, հա, օրինակ հիմա պարզ ամեն նախագահ չի վերկենում, բոլորի մասում ինչ մտածում է։ Երբեմն բացի Թրամփից իհարկե, դες վերջի տրենդն է, բայց դե հիմա սովորաբար ո՞նց է լինում։ Մամուլն է բացատրում, օրինակ Ամերիկայում ոնց դիվանագետները ինչ բան ասեցին, մեր մամուլը սկսում է բացատրել, թե որ երկիրը մեր համար հակություն ունի, որին ենք մենք ասում մեզ պետք է, բայց ինքը լավը չի, կոպիտ օրինակ եմ բերում, պրիմիտիվ երեխեքի պես բացատրում է, հա, բայց մենք ստիպված ենք իրենց հետ ունենալ այսպիսի հարաբերություններ, բայց մեկը մեր արժեքներին դեմ է, մենք չենք կարող ընդունենք այն ինչ որ իրենք անում են, հա։ Այսինքն դա մամուլի աշխատանքն է, դա դպրոցի աշխատանքն է, դա եղել է այսպես շարունակ, շատ բազմաշերտ ու խորը խնդիր է, դա ընդհանուր զարգացվածության աշխատանքն է, շատ խնդիրներ կա։ Եվ այդ իմաստով այն ինչ որ ոնց որ Հայաստանում արվում է, եւ դրա համար կոմոդ հարցած, մարդիկ լսում են մեզ, հետո լսում են ինչ-որ բլաբոլների, հետո գալիս են, ասենք քեզ հարց են տալի կամ ինձ հարց են տալի, բա ոնց է լինում։ Ուկրաինան պայքարում է նույն ֆաշիստական ռեժիմի դեմ, ոնց որ Իրանն է։ Դժվար է միտքը հասկանալ, ես չեմ կարծում, որ դժվար է միտքը հասկանալ, մարաճ։ Բայց նաև իմ եթերում բացատրում եմ, իհարկե մենք ռիսկել ենք դիմում այդ ճշմարտությունը ասել, որովհետև շատերի համար անհասկանալի է։ Այստեղ քայության մեջ սփյուռքահայերի բացարձակ մեծամասնությունը իրանցիների, պաղեստինցիների էր պաշտպանում այս ցավոք սրտի Միացյալ Նահանգներում։ Ես ամենապես իմ հետ շփված այսպես ասեմ, հա, սփյուռքահայերի 90%-ը պաշտպանում է Պաղեստին եւ Իրան, ապրելով ժողովրդավարական երկրում եւ այլ այսպես շարունակ, հա։ Եվ պատճառը նաեւ այնա որ հիշում ես մենք երբեմն իրար հետ էլ որ զրուցում ենք, մենք հասկանում ենք որ խոսում ենք, ես այդ հարցը շատ բարձրացնում, ոնց են արաբները ֆինանսավորում այդ հակասեմիթականությունը ամերիկյան համալսարաններում, դա լուրջ խնդրեմ դառավ։ Իդեպ այդ փողերը աշխատեցին ցավոք սրտի եւ լուրջ աշխատեց այդ խնդիրները փողերը։ Ռուսական քարոզչությունը Միացյալ Նահանգներում ռուսական Ընդ որում այդ տենդենսը շատ ակնհայտ նկատվում է։ Ովքեր որ պաշտպանում են ռուսներին, ուկրաինացիների դեմ, նրանք պաշտպանում են Պաղեստին եւ Իրան։ Իհարկե բացառություններ թույլ կան, բայց հետաքրքիր տենդենս ասեմ տրենդն նայի։ Մի հատ արևմուտքում նայի, մի հատ Միացյալ Նահանգների դաշտը նայի, ովքեր որ պաշտպանում են Պուտին, պաշտպանում են Չալմա եւ այլն։ Որը հետաքրքրական քարոզչությունը, թուրքական քարոզչությունը, թուրքական լոբին է այստեղ, ակտիվ զարմանալիորեն պաշտպանում է Իրան։ Հետաքրքիր որ ադրբեջանցիների մասով, չէ, այդքան խոսում էինք եւ մենք բացատրեցինք, որ դա այդպես չի այդքան էլ, Ադրբեջանը նոր հումանիտար օգնություն է ուղարկել։ Դեմա թե այդտեղ բանել չէ, պարոն Խազմալյանը խոսեց, որ ադրբեջանցիները կարող են օգտվել, իհարկե բնականաբար, եթե Իրանում սկսի քաղաքացիական պատերազմ Սիրիայի կա, որտեղ մեծ քանակությամբ թուրքմեններ կան, որոնք այս պատկերացնում են Թուրքմենստանի կազմում, այնտեղ կան բելուջիներ, այնտեղ կան, չգիտեմ, Պակիստանի կողմնակիցներ, այնտեղ կան քրդեր եւ այսպես տարբեր փոքրամասնություններ կան, արաբներ, բավականին մեծ եւ կարա մեծ քաղաքացիական պատերազմ սկսի, որի արդյունքում ես ավելի մեծ վտանգ եմ տեսնում, որ ծայրահեղական մահմեդական կազմակերպություն, ասենք ISIS-ի պես, իսլամական պետության պես, ուրեմն չգիտեմ, մահմեդական եղբայրներ եւ այլն, դրանք ամբողջը իրancs համար դա բաց դաշտ է գործելու եւ այստեղ ավելի մեծ վտանգ է, որ այդ ահաբեկչությունը կարող է սկսի տարածվել արդեն մեր տարածաշրջանում, մեր երկրում, որտեղ դե քաոսը սկսվեց, քաոսը դառնալու է անկառավարելի, հա։ Իդեպ նույն վտանգը նաև Ադրբեջանն է սպառնում։ Գումարած այստեղ, բայց Ադրբեջանի մասով, այստեղ իհարկե միանշաններից մեկը ասաց պարոն Խազմալյանը, որը իհարկե կարելի է դիտարկել որպես տեսակետ։ Խնդիրը հետևյալն է, օրինակ ինձ պարսիկները որ խոսում են, ես իրանցիների շատ եմ զրուցում, հետաքրքիր մի դինամիկա կա, փաստորեն ադրբեջանցիները Իրան, որոնք թվեթի տատանվում է 15-35 միլիոնի։ Իրականում նրանց մեծ մասը իրենց դիրքավորում է որպես պարսիկ թրքած, բայց պարսիկ, որովհետև իրենք ունեն պատմություն, իրենք ունեն թագավորական դինաստիաների պատմություն եւ իրենք իրենց չեն ասոցացնում որպես ադրբեջանցի, իրենք իրենց ասոցացնում են Իրանի հետ։ Եվ մի փոքր մասը թրքախոսների ինքը պանթուրքիստ է իրականում, այսպես իրենք իրենց լեզվով ասում են պանթուրքիստ, բայց դա փոքր մասն է։ Բայց այդուհանդերձ մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանում ապրում է 9 մաքսիմում 10 միլիոն մարդ, իհարկե կարծում եք շուրջացված է, բայց լավ ենթադրենք իրենց թիվն է, դե պատկերացրա, որ X
չան կամ այդ հարցը բարձրանա։ Այնտեղ ընդհանրապես մի քաոսային իրավիճակ կարող է սկսել։ Դրա համար այստեղ էլ շատ մեծ հարց է թե իրականում եթե այնտեղ սկսվի քաոս, ինչ վիճակում կհանդիպի Ադրբեջանը։ Եթե հատկապես այդ պատերազմահասի ադրբեջանական նահանգներ, որ պետք է փախնեն ադրբեջանցիները, ասպա գուշակեք մեկ անդամից, եւ ինչ կլինի Ադրբեջանի հետ այդ պարագայում։ Այստեղ ընդհանրապես շատ բան հարց է։ Եթե Աստված չանի այդ քաոսը սկսվեց, իդեպ ես դու նշել ենք այդ մասին նաեւ դա ընդհանրապես մեծ խնդրեմ կլինի։ Մի հավելում, եթե փորձես վերադառնալով Հայաստանին, ես ուզում եմ Մարատի հարցին անդրադառնամ։ Ինչպես է պատահում, որ Հայաստանում այսպիսի դրամատրություններ են։ Հայաստանը աննկատորեն, բայց շատ հստակ դառնում է վերացվում է այստեղ բազմակարծությունը։ Տես վարչապետը ուղիղ ասում է, քանի արտաքին քաղաքականություն կարող է լինել Հայաստանում։ Եվ սա շատ վտանգավոր հայտարարություն է, ոչ թե այն պատճառով, որ իսկապես արտաքին քաղաքականություններ կարող են լինել տարբեր, ոչ։ Խնդիրն այն է, որ պահպանվում է եւ ուղղորդվում է եւ հեռացակվում է միայն երկու կարծիք, կամ ուղիղ պրոռուսական, կամ ռուսա-թուրք-ադրբեջանական հաճո կարծիքներ, եւ եվրոպական արևմտամետ կարծիքները խլացվում են, իրենք չեն լսվում։ Եվ դա շատ մեծ խնդիր է, որովհետև մենք մոռացանք մի կարևոր հանգամանք։ Ես առիթներ եմ փնտրում ասելու համար, որ Հայաստանի համար անչափ կարևոր է հիմա Իսրայելի հետ բարելավել հարաբերությունները, եւ դա պարզ էր արդեն 25 թվականի սեպտեմբերից, երբ որ Իսրայելը սկսեց քայլեր անել Հայաստանի ուղղությամբ, եւ այդ քայլերը մերժվեցին Հայաստանի կողմից, եւ սա անհեթեթ մոտեցում է, եւ այստեղ է որ պետք է լինի ընդդիմությունը, որը իր վրա կարող է վերցնել արտաքին քաղաքականության եւ նաեւ ներքին լսարանի համար այդ բացատրական աշխատանքի զգալի մասը, որովհետեւ պետական անվտանգության բարձրագույն շահերի, գերագույն շահերի համար անհրաժեշտ է որ լինի բազմակարծություն, որ եթե սխալվում է մի ճամբարը, մյուս ճամբարը իր վրա վերցնի կամ կրակը կամ արվածը կամ պատասխանատվությունը եւ այն ինչ արվում է հիմա դա պարզապես խելագարություն է, որովհետեւ ողջ երկիրը փորձում են սանրել մի սանրով եւ սա կրկնում եմ շատ վտանգավոր է հենց քաղաքական առումով։ Մենք կորցրեցինք այդ բազմակարծությունը, որը կար, պահպանվել է կրկնում եմ հիմա երկու հիմնական նախկինների եւ ներկաների տեսակետը։ Մեր տեսակետը կտրվում է եթերից, մեզ լրացնում են եւ դա շատ վտանգավոր է երկրի ապագայի համար, որովհետեւ արտաքուստ ասվում է, որ այո, դե Հայաստանը հենց հիմա շարունակում է հարաբերություններ Եվրամիության հետ, համագործակցություն, բայց համագործակցությունը չի դառնում անգամ անդամակցության ձգտում, անդամակցության հայտ եւ դա նշանակում է, որ չկա հետեւաբար Եվրոպայի պատասխանատվությունը, Եվրոպայի պաշտպանությունը եւ Հայաստանի համար դա չի բերում անվտանգություն եւ պաշտպանվածություն։ Եվ Իրանը եւս մի օրինակ է այդ ամեն ինչի, երբ որ չկա այլընտրանք երկրի ներսում, այլընտրանքային մոտեցում, որը անհրաժեշտության դեպքում դառնալու է թելադրող։ Այդ դա չկա եւ սպանել նման քաղաքական հնարավորությունը դա ծանրագույն հանցանք է ազգային շահերի նկատմամբ։ Ես ներողություն խնդրեմ, այսինքն մի Տիգրանի ասած կապած ինքը խոսեց ինչի Իսրայելի հարաբերությունը բարելավել կապած մի շատ կարևոր հանգամանք կա, ես ինչի ցավ ապրում։ Տեսեք, երբ որ թուրքերը ցավ են ապրում Պաղեստինի ժողովրդի կորուստների հետ կապված, այո, ինչը մենք էլ չենք ընդունում։ Դե հիմա երբ որ collateral damage-ները ալն բարձա, որ դա ցավալի է, երբ որ երեխաներ են զոհվում ամենտեղ դա ցավալի է։ Բայց երբ որ օրինակ թուրքերը ցավում են, տես լաց դինում եւ Պաղեստինի ժողովրդի հետ կապված որ տես կորուստներ կրեցին, դա նրանից չի որ թուրքերը շատ հետաքրքրված Պաղեստինի ժողովրդի ճակատագրով։ Դա նրանից է որ իրանց շահից ախում, որ իրանք կացեն Պաղեստինի ժողովրդի համար։ Իրանց պետք է թույլատրել Իսրայելը, դրա համար իրանք շատ են լացում Պաղեստինի ժողովրդի համար։ Բայց երբ որ ընդ որում այդ Պաղեստինի ժողովուրդը արել Հայաստանին աջակցելու համար, չի դատապարտել, երբ որ ադրբեջանցիները հայ եղեք էին սպանում, հայ զինվոր էին սպանում, ոչ մի բան մատեմատին չի տվել, անգամ մի հատ հայտարարություն չի արել, ասենք եւ այլ։ Երբ որ Համասի համար կոտորում էին իրանց որոշ բալաբոլների, այլ Չալմեկյան են կոտորում։ Պրոբլեմը որն է։
Բայց այն հատկապես ինձ համար զարմանալի է, երբ որ իրենց արևմտամետ կոչողներն են սկսում Իրան պաշտպանել եւ Իսրայելի դեմ աշխատել։ Ինչն է խնդիրը։ Մենք բարձ հասկանում ենք, որ այս տարածաշրջանում սարսափելի հավակնություններ ունեն Ռուսաստանը եւ Թուրքիան։ Հիմա մեծանում է Թուրքիայի դերակատարումը։ Իսկ ինչու է, օրինակ, մենք խոսում ենք թուրք-ռուսական, կարծում եմ համաձայնակից հետ։ Ինչ ենք մենք խոսում, որ հիմա ուժեղանում է եւ հենց թուրք-ռուսական Իսրայելի դեմ տրամադրում հայ ժողովրդին հատուկ կոնսպիրոլոգիաներով, այն հուց եկած, չգիտեմ, դեռևս որ ցարական ռոպագանդաներ օգտագործում եւ հակեն, որ ամեն ինչում հрьяաներն են մեղավոր, չէ՞ եւ այլն։ Ինչու? Որովհետեւ երբ որ դու գիտես, որ Իսրայելը, այսինքն Թուրքիան գլխավոր ճշնամին է հիմա Իսրայելի, գլխավոր հավակնորդը զսպողներից մեկն է դառնում։ Երբ որ դու գիտես, որ եթե դու Իսրայել-Ամերիկա առանցքին ես միանում, նույն Ադրբեջանը ինչի սկսեց Իսրայելի հետ համագործակցությունը, ամենևին ոչ միայն Ղարաբաղը վերցնելու համար, Թուրքիայից անկախության մակարդակը մեծացնելու համար, Ռուսաստանից անկախության մակարդակը մեծացնելու համար, եթե դու դառնում ես Իսրայել-ԱՄՆ առանցքի մի մաս, դրանով դու խուսափում ես ընկնելու տոտալ Թուրքիայի կամ Ռուսաստանի ազդեցության տակ։ Սրա մասին է խոսքը։ Ու էշ դուրս տալ ամեն ժողովրդին տրամադրելով Իսրայելի դեմ, մեր շահից ինչն է բխում։ Մենք չենք հասկանում անգամ տարական մեր շահից ինչն է բխում։ Նստի ինչ եք լացում, ձեր դարդը լաց է, կոպիտ ասած էլի։ Եվ սա ցավալի է, որ դու չես հասկանում, որ դու ակնհայտորեն հայտարարելով ես վերացական մարդիկ կան, որ տենց իրանց արևմտամետ են հայտարարում եւ մարատիկ գիտեմ, եւ դու էլ կիմացի Տիգրան ջան, հայտարարում են արևմտամետ եւ մտնում են եթե սկսում են չալմի համար լացել, չալմամերների, չգիտեմ, Իսրայել տրորի եւ բայց հայտարարում են իրանց արևմտամետ։ Հասկանալով կամ չհասկանալով հատուկ կամ օգտակար աղուշի կարգավիճակով վարելով թուրք-ադրբեջանական քարոզչություն, թուրք-ռուսական քարոզչություն, որտեղ ոչ Ռուսաստանին է որ դու անկախանաս, մեծացնես հնարավորությունը, արաբական երկրներ, հա, այն Հապրամյան համաձայնագրեր, գիտեմ, Միացյալ Նահանգներ, մեծ հնարավորություններ է բացում Իսրայելի միջոցով, եթե դու Իսրայել-ԱՄՆ առանցքին ես միանում, բայց Ռուսաստանին է դա պետք, ոչ Թուրքիային է դա պետք։ Սրա մասին է խոսքը։ Իսկ մենք ինչ ենք ասում։ Միայն Ադրբեջանի օրինակը ցույց տվեց, թե ինչքան կարևոր է Իսրայելի հետ ճիշտ հարաբերություններ կառուցել եւ ինչքան վտանգավոր է հակաիսրայելական քարոզչություն իրականացնել երկրում եւ հակաիսրայելական քաղաքականություն վարել երկրում։ Սա կարծում եմ ակնհայտ է։ Չգիտեմ կհամաձայնեք թե չէ, բայց ես կարծում եմ, որ գոնե այս տարական բանը չհասկանալը չի կարելի։ Իրոք շատ պարադոքսալ իրավիճակ է, մարդիկ ովքեր արդեն բենզալցակայաններում ադրբեջանական վառելիք են լցնում, ասում են Արցախյան պատերազմի ժամանակ Իսրայելը Ադրբեջանին է օգնել, հիմա Իսրայելն է ավելի մեղավոր, թե Ադրբեջանը, ամեն ինչ խառնվել է իրար, հենց այդ պրոպագանդան է խառնել, Փայլուն օրինակ Մարաջան, մտքով չերած է, փայլուն օրինակը։ Բայց մի քիչ երևի բացատրես, որ հասկանան, կարողա չհասկանան ինչ ասեցիր։ Դե հուսամ դու կասես, ճիշտ ասած կուզեի այլ հարցերի անցնենք, օրերս կայացած կերպազրույցի ժամանակ Փաշինյանը խոսեց Հայաստանում ռևանշիստների տարերի մասին եւ ակնարկեց, որ եթե ինքը ու իր քաղաքական ուժը պարտվեն ընտրություններում, ապա պատերազմ է սպասում, նույնիսկ արդեն ամիս ասած սեպտեմբերին, մի տեսակ տարօրինակ էր, հատկապես տեսա թե ինչպես էին ադրբեջանցիները ողջևորվել այդ տեղեկատվության ֆոնին, այս բացի դրանից սազանդարները սպառնում են, որ Ռուսաստանից եկած հայերը կգան ընտրությունների եւ կընտրեն Հայաստանի կառավարությունը։ Բայց որքան գիտեմ, Հայաստանում ընտրական օրենսդրության մեջ sense կա, մարդիկ պետք է ապրեն որոշ ժամանակ Հայաստանում, հա, իրենք չեն կարող Ռուսաստանում ապրել եւ գալ Հայաստանում քվեարկել։ Իրոք նման վտանգ կա թե չէ։ Ես ինչ գիտեմ, կա այդ հնարավորությունը, օրինակ այստեղ մարդիկ կան, որ ասում են գնալու եմ քվեարկեմ, որոնք այդ ժամանակ Հայաստանում են լինելու, հատուկ դրա համար չեն գնում, ասում են ես ասենք գնալու եմ հունիսին, պիտի գնամ քվեարկեմ։ Այդպիսի բան չկա, որ քվեարկելու համար պետք է Հայաստանում ապրես։ Տիգրան ավելի լավ կիոնը, ես կարծում եմ, ես ճիշտ եմ հիշում, որ կարող են գալ Ռուսաստանից քվեարկել այդ բանը հանգիստ ազատ է, հա, այդ ցանկացած մեկը կարա։ Ես ուղղակի սխեման չեմ պատկերացնում, ոնց կարելի ասենք 200,000 մարդ բերել, այդ մի քիչ համար տարօրինակ է, որտեղ եթե դու պատկերացնես, ասես առաջին հայացքից է թվում, բայց նախ 200,000 մարդ բերելու համար մի 2 ամիս ժամանակ է, որ այդ 200,000-ին ինքնաթիռով տեղափոխես։ Այդ 200,000-ին պահել կերակրելա պետք է 2 ամիս, հա, հետո պետք է հետ տանել։
ու այդ մի քիչ ռեալ չի։ Լավ թող պայթի տակ 1000, ես ուրիշ բան եմ ասում, խնդրեմը ստեղ չի, ես չեմ կարծում որ դրա։ Լավ թող 10-15000 բերեն, մի հարց է 15-1000 կքվեարկեն, լավ, այդ սաղ այդ ինչ որ մի փոքր ազդեցություն կարող է ունենա, բան չասեցի, եթե ունենա մի 2%, 3% ինչ որ մեկին եւ այլ։ Սա չի հարցը, հարցը դա է, դուք այդքան վախենում եք դրանից։ Դուք բացահայտ ասում եք, որ դա արվում է։ Դուք բացահայտ հասկացնում եք կամ երբեմն պարզ նշում եք, որ երկրի մասին է խոսքը։ Եթե բացահայտ ո՞նց է ստացվում, որ իրանց ռոպագանդան ազատ, բաց, բրախ աշխատում է, ռուսական կենտրոնները, Դոմ Մոսկվիները, Սպուտնիկները, RTR-ները, ORT-ները, դպրոցում շարունակում են ռուսերենը մայրենի լեզվի պես սովորացնել, լավ գոնե հանգիստ հայը կարողանում է լսի ռուսական հեռուստաընկերություն եւ շատ ժամանակ շատ շարունակում են նայել ռուսական ալիքներ, որտեղ իրենց հայկական ալիքները հետաքրքիր չեն։ Ու տանը ռուսական մշակույթ լեզու ու մթնոլորտը արմատավորվում եւ այդ հարազատությունն են սկսում զգալ հեռուստացույցից, որտեղ իրենց ուղեղը լցվում է, ասենց ուղիղ այդ ռուսական զուգարանից միանում է ուղեղին այդ հատուկ խողովակ, ասենց էլի, հեռուստացույցի մեջ ռուսական ունիտազա Z գրած վրան Ես գալիս է, միանում մատտաներից սկսում է լարերով կապել ուղեղներին, հա։ Եվ ոչ մի բան։ Ես այս քանի ժամանակ անընդհատ ստացվում է, ես արդեն հետևում եմ տարիուկից մի իրավիճակի, երբ որ բացի ռուսականներից, օրինակ Ադրբեջանում ծնված, Ղարաբաղի KGB-ում աշխատած մեկի դուստրը Հայաստանում բացել է մարզերում մի քանի ռուսական կենտրոններ երեխաների համար։ Այդ դրա մասին շատերը, բայց ամենացավալին այն ժամանակ երբ դա տեղի էր ունենում, անգամ հանրայինով են դա տվել։ Եվ սա մենակ ռուսական գրքի տները չեն, սա մենակ Դոմ Մոսկվիները չեն, սա պաղանջամոլի բնես, սա լրիվ առանձին ուղղություն է։ Եվ եթե այդքան վախենում եք, ոնց է դա ստացվում, մեկը կարա ինձ բացատրի, այդքան խոսում քննարկում են, հերիքա ուղակի այդ ռուսական ունիտազը փակեք, դպրոցներում երեխեքին անգլերեն սովորացրեք, որ իրանք կարող են աշխարհը ճանաչել, ոչ թե ռուսական ունիտազը ճանաչել, կներես արտադրությանս համար, բայց այդ է ստացվում։ Երբ որ երեխեն դպրոցից դուրս է գալի, ռուսական թիմի միացնում է 80%-ը հասկանում է եւ միացնում է, ասենք, ինչ որ անգլերեն ինչ որ բան ուզում է հեռախոսից նայ եւ ոչ մի բան չի հասկանում, բարձա չէ որ նա նախընտրելու։ Եկեք մեկին գումարած մեկա, չէ՞ այդ ամեն ինչը։ Եվ ոչ մի բան չի արել այս 8 տարվա մեջ այդ խնդրը լուծվելու համար։ Ոչ մի բան, անգամ պատերազմից հետո անգլերենը Հայաստանում մնում է 10-րդական լեզու, այն որ ամբողջ գրականությունը, գիտությունը, ամբողջ կարևոր աշխատությունները այսօր, եթե անգլերեն չեն գրվել, ապա թարգմանվել են անգլերեն, կոպիտ, բայց իրանք շարունակում են ուրեմն կարդալ ռուսական գրքեր, ռուսերեն թարգմանություններով, ռուսական մտածելակերպ արմատավորել, ռուսական խմբագրություններ, ռուսական հաղորդումներ, որոնք վերցված են արևմուտքից ռուսիֆիկացված են, եւ դա շարունակվում է։ Ոչ թե պետքա բողոքել, քանի հազար մարդ կբերի, ինչ որ արևմուտքից 2 կոպեկ փող փոխելու համար, հա, լավ էլ փոխեցին, ըստ էության մարտակոս եկավ $140 միլիոն նորից տվեց։ Փաստորեն ստացվում է փոխել, ինչքան հասկանում ենք։ Իրականում ոչ մի գործ։ Ինձ համար գիտես ամենազվարճալին ես ինձ կարդացի արդեն ծիծաղ բռնեց, էլ չկարողացա կարդալ։ Մարտակոսը պայմանավորվել է Մհեր Գրիգորյանի հետ ու արդեն վերջ, արդեն անիմաստ էր կարդալ այդ լուրը, որտեղ մորացել ամեն ինչ պարզ էր։ Ուղղակի անեկդոտ է դա։ Ուզեի ավելացնել այդ ունիտազների մասով, Ռուսաստանում վերջերս ունիտազները ավելացան, երբ որ իրենք գողանում էին Ուկրաինայից, իսկ Z տարն են վրան ավելացրել, դա էլ ասանք, որ հանկարծ չմոռանան, էլի ամեն ինչ հիշում ենք։ Բանը այն է, որ եւ ես դա ասում եմ արդեն տարուցավել, ամեն ինչ պայմանավորված է հանուն նրա, որ 2021 թվականին ձևավորված քաղաքական կոմպոզիցիան չքանդվի, որպեսզի նախկինները եւ ներկաները, որոնք շատ լավ համագործակցում են իրար մեջ, որոնք կիսել են Հայաստանը, կիսել են բյուջեն, կիսել են մեր ազգային հարստությունը եւ բարեհաջող սնվում են դրանից, որովհետեւ ոչ մի նախկին օլիգարխ կամ նախագահ չի տուժել, իրենք բարգավաճում են, իրենց բիզնեսները ծաղկում են եւ իրենք միայն հարստանում են։ Դրան ավելացան մի 2-3 նոր օլիգարխ, որոնք արդեն ծառայում են ներկաներին, բայց իրենք համագործակցում են ոյական։ Այդպես որ խնդիրը ամենակարևորը դա չէ։ Ռուսները ամեն ինչ անում են, որ պահպանվի հենց այս ձևաչափը։ Փաշինյանը հարմար է Պուտինին, Փաշինյանը հարմար է Ալիևին, Փաշինյանը հարմար է Էրդողանին։
այդ 3 մայրաքաղաքներից նա ստանում է աջակցություն վերընտրվելու համար։ Նկատի առեք, որ մենք այստեղ դուք ավելի ճիշտ հիմա քննարկում եք ռուսական քարոզը, որին իբրև թե պետք է դիմակայի Հայաստանը, բայց ոչ մի բան չի ասվում արևմտյան քարոզի մասին, որովհետև այն չկա։ Այն չկա։ Այն սահմանափակվում է միայն կեղծ ժպիտներով, որով նույն պայմանական փոխվարչապետը, որը միաժամանակ պատասխանատու է եւ Եվրամիության հետ մերձեցմանը եւ Եվրասիական միության հետ Հայաստանի մերձեցմանը։ Սա դու իսկապես բազմաթիվ անգամ դա ասել ես, ես չեմ կարող դա չկրկնել, Արմեն ջան, սա խորհրդանիշ է ժամանակակից Հայաստանի։ Եթե մեկ մարդ, մեկ պաշտոն իրարամերժ բաներ է գլխավորում, դա հենց այն է, ինչ կատարվում է Հայաստանում։ Այդպես որ սա բեմադրություն է։ Հայաստանում ցուցադրում են հանգիստ հանրային հեռուստատեսությամբ ում ասես բացի եվրոպական արևմտամետ գործիչներին, որովհետև երկուսի այդ երկու ուժերի նախկինների եւ ներկաների միակ միավորող գաղափարն է, որ ամեն ինչ պահպանվի այսպես եւ չփոխվի, եւ ամենակարևորը, որ երրորդ ուժը իշխանության չգա կամ գոնե չկարողանա մտնել ազգային ժողովը, քանի որ համաշխարհային զարգացումները, աշխարհակաղակական դինամիկան տանում է դրան, բայց իրենք դա չեն ուզում հասկանալ, որովհետև իրենք լիքը բան ունեն կորցնելու։ Ահա ինչու այդ Չարաբաստի Կիրիենկոյի պլանը իրականում ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու եւ նրան Սամվել Կարապետյանով փոխարինելու մեջ է։ Ես ընդհանրապես մեկ պարզ օրինակ բերեմ, ոնց կարող է Սամվել Կարապետյանը իսկապես սպառնալիք լինել Նիկոլ Փաշինյանին, եթե ըստ օրենքի սահմանադրության նա անձամբ չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին, որովհետև ունի երկքաղաքացիություն։ Պատասխանելով քո հարցին ասեմ, որ երկքաղաքացիությունը խանգարում է միայն ընտրվելու համար, ընտրելու համար չի խանգարում եւ հայկական անձնագիր ունեցողը կարող է ցանկացած երկրից գալ, եթե նա այստեղ է եւ քվեարկել։ Այդպես որ այդ 100,000-ները կամ տասնյակ հազարները, որ կարող է գան, կարող է չգան, իհարկե այնտեղ փող է լվացվում հերթական անգամ, իրականում իրենք որևէ բան չեն փոխելու, որովհետև Պուտինին եւ Ալիևին պետք չէ, որ Փաշինյանը հեռանա եւ գա Կարապետյանը։ Նրանց պետք է, որ Փաշինյանը մնա, քանի որ Փաշինյանը ընդունել է արդեն բոլոր պայմանները։ Նա արդեն հայտարարել է, որ փոխելու է սահմանադրությունը հանելու այդտեղից անկախության հռչակագիր։ Այսինքն ինքը պատրաստ է հեռացնել հիշատակումը ազգային ազատագրական պայքարի մասին, ցեղասպանության մասին, Արցախի իրավունքների եւ ինքնորոշման մասին։ Եվ դա այն է, ինչը, ասենք, ռուսական օպոզիցիան չի ասում, բայց իրենք դա անում էին։ Փաշինյանը դա նաև ասում է։ Այսինքն միակ տարբերությունը նրանց մեջ է այն, որ պրոռուսական ընդդիմությունը պարզապես պարզունակ պաշտպանում է ռուսական օրակարգը, իսկ Փաշինյանը ռուսական օրակարգը պաշտպանելով եւ ոչ մի բանով չխանգարելով նրան այդ օրակարգին, ավելացնում է որպես բալանս նաև թուրք-ադրբեջանական օրակարգը։ Սա է միակ տարբերությունը։ Եվ իրենց գերխնդիրն է թույլ չտալ երրորդ օրակարգ բերվի։ Երրորդ օրակարգը դա Եվրամիության անդամակցությունն է։ Ահա ինչու ես պնդում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ դա գլխավորող Նիկոլ Փաշինյանը իրականում փորձում են այստեղ կամ գնում են առանց փորձի, իսկապես գնում են վրացական երազանքի ճանապարհով։ Պարզապես ավելի զգուշ, որովհետև երազանքը շատ կացնային եւ կոպիտ ձևերով էր գործում, իրանք շատ ինքնավստահ էին, Փաշինյանը շատ ավելի զգուշավոր է եւ իրականացնում է այդ նույն քաղաքականությունը, որը կայանում է նրանում, որ Եվրոպային իրենք ասում են, այո, իհարկե մենք ձգտում ենք Եվրոպա, բայց ոչ մի քայլ դեպի Եվրոպա չի անում։ Կրկնում եմ, Կարապետյանի երևույթը ապացուցում է, որ Ռուսաստանը չի պատրաստվում փոխարինել Փաշինյանին, թե չէ իրենք կվերցնեն, կբերեն մի մարդու, որը իսկապես կարող էր դա անել։ Սամվել Կարապետյանը սկզբունքորեն օրենքով չի կարող դա անել։ Ուրեմն եթե նա շարունակում է ձևանալ, որ նա պայքարում է, նա խաղում է այդ նույն խաղը։ Իրականում նա վերջի պահին զիջելու է իր տեղը ինչ որ մեկ այլ մարդու, օրինակ Զարմիկին կամ մեկ ուրիշին, որը բնականաբար չունենալով այդ աշխատած համբավը, որը
հիմա ստեղծում են Սամվել Կարապետյանի համար եւ կրկնում եմ, դա արվում է, որպեսզի վերջի պահին նրան դուրս բերեն խաղից եւ Փաշինյանը այդ առումով մնալու է միայնակ։ Դա է նպատակը բոլոր մայրաքաղաքների, ովքեր աջակցում են Փաշինյանին։ Առաջինը Փաշինյանը փոքր մեծամասնությամբ, ասենք իր 30-35%, եթե մոբիլիզացնեն բոլոր հնարավորությունները եւ դրանից մի 8-10-15% ավելի քիչ եւս երկու ուժ, որտեղ 3-ն է պետք ըստ օրենքի եւ այդ երկու հաջորդ ուժերը ըստ Կիրիենկոյի ծրագրի, ըստ Ալիևի եւ Էրդողանի ու իհարկե Պուտինի ցանկության պետք է լինեն պրոռուսական ուժերը։ Այս սա է այն բեմադրությունը, այն ֆարսը, որը հիմա իրականացվում է Հայաստանում։ Եվ կրկնում եմ, նախկինները եւ ներկաները միավորված են երրորդ ուժի դեմ։ Այդ երրորդ ուժը մենք ենք, մեզ չեն կարող վարկաբեկել, մեզ պարզապես լռեցնում են։ Կամ հայտարարում են, օրինակ, առաջացում են Արևմուտքի գործակալ, Մոսադի, Սորոսի, հիմա Պուտինի գործակալ։ Այդ մենք ենք Պուտինի գործակալ։ Մենք, որ տասնամյակներով դուրս են գալի ռուսական օկուպանտների դեմ։ Ուրիշ փաստորեն փաստարկներ իրենք չունեն։ Այդպես որ սա է խաղը եւ Եվրոպան դա միջալոց հասկանում է։ Պարզապես իրենք որոշել են ընտրել չարիքներից փոքրագույնը, որովհետեւ ուղիղ համագործակցել պրոռուսական ուժերի հետ իրենց թույլ տալ չեն կարող։ Այդպես որ մտածում են դե լավ, միգուցե հայ ժողովուրդը գտնի իր մեջ արժանապատվություն եւ խոհեմություն եւ գոնը չհրաժարվի անկախության հռչակագրից։ Իմիջիալոց Միացյալ Նահանգների հետախուզությունը ակնարկել է, որ ամենայն հավանականությամբ Փաշինյանին չի հաջողվի իրականացնել դա։ Սա է իրավիճակը Հայաստանում։ Բարդ է, բայց այնպես չէ, որ անհասկանալի։ Արմեն, Հայաստանում սահմանադրական հանրակրթի անցկացման արդյունքը երաշխավորված չէ, ԱՄՆ-ազգային հետախուզության տնօրենի գրասենյակն է նշում, բայց Հայաստանի խաղաղությունը իրենք չգիտեն, որ Հայաստանում ադրբեջանական վառելիք է վաճառվում, կազախական ցորեն է Ադրբեջանով գալիս, այս ինչ են ասում, Փաշինյանը ասում է խաղաղություն կա, Ամերիկայում չգիտեն, որ խաղաղություն կա, սարկազմ է իհարկե։ Պարզա որ Ամերիկայից զգուշացնում են, շատ նրբորեն ԱՄՆ հետախուզությունը շատ նուրբ բացատրեց, որ խաղաղություն չկա։ Ավելին, ախված հիմա իրանական զարգացումներից այդ տրիպի հարցը էլ ավելի կարող է բարդանալ եւ ավելի պրոբլեմատիկ դառնալ։ Այդտեղ արդեն վտանգներ կան, եթե Անկայում եղավ տարածաշրջանը եւ Իրանում, ինչպես մենք նշեցինք, Սիրիա դարավ, այդտեղ արդեն տրիպի հետ մենք լուրջ պրոբլեմ ենք ունենալու, որտեղ պարզա եթե հասկանալի է։ Բայց խնդիրը հետեւյալն է, ես այդքան հարակվեի չեմ վախենում։ Եթե անգամ այդ 600,000 մարդը հավաքեցին տարան, այդ բազմաշերտ, եթե Ալիևին ասեցին, տես արեցիք, հանրակրվեն, ու պահանջը կատարեցին։ Հաջորդ գալու է, հաջորդ պահանջը գալու է փախստականներին ընդունել պահանջը։ Եթե անգամ այդ պահանջները կատարեցին, գալու է անկլավների պահանջը, հերթականությունը դուք որոշեք արդեն ըստ ձեր ցանկության, ասում այդ հերթականությունը դե պրինցիպիալ չի ասում։ Անկլավների պահանջը արդեն ընդունված է։ Օրինակ, անկլավները արդեն ես չեմ կարող ասել, ես վստահ եմ, որ եթե Ալիևը անգամ հիմա չներկայացնի էլ փաստաթուղթ օրինական, որ ինքը անկլավներ ունի, օրինակ, ես վստահ եմ, որ այս պարագայում, այսինքն լավպես ձևակերպեմ, որ Ալիևը, ես վստահ չեմ, որ Փաշինյանը կկանգնի կասի Ալիևը թուղթ չունի։ Ասել ոնց էր Արմեն Սարգսյանին կհիշի պարոն Խզարյանը, հիշում եք, որ Փաշինյանը հեղափոխություններին իբր ասեց, որ ես ինքը տեսել է, որ Արմեն Սարգսյանը անձնագրի հետ կապված, հիշում եք այդ պատմությունը։ Հետո բարձվեց ինքը Ոստովաներ, որ ինքը քաղաքացի չէ, ինչ-որ պատմություն կար, ինչպես որ ինքը անձամբ տեսավ, հետո 2-3 տարի հետո բարձեց Արմենը, որ ունի, բայց ինքը այդ պահին սպանդում էր, որ չունի։ Եվ այդպես շարունակ, որ ինքը կարող է խաղա աշխատի, հիշում եք բոլորը։ Եվ այս մի պատմություն ես վստահ չեմ, որ ինքը կկանգնի, կասի, որ չի Ադրբեջանը թուղթ չի ներկայացնի, կասի հա ունի անկլավ։ Հերիք չի կասի ունի անկլավ, մի հատ էլ Ադրբեջանը կասի դե որ ունեմ անկլավ, ուրեմն չեմ փոխանակում, ինչի փոխանակեմ։ Իմ տարածքն օրինական միջազգային ընդունել ես, որ անկլավ կա, ուրեմն այնտեղ պիտի ապրի ադրբեջանցի, այնտեղ պիտի կանգնի ադրբեջանական զորք։ Կարող լինի այդ տարբերակը, կարող լինի։ Կկանգնի միջազգային հանրությանը կասի ժողովուրդ, իմ անկլավն է։ Ինձ ասում եք փոխանակի, չեմ փոխանակում։ Հասկանում ես։ Ոնց որ ասես ասենք օրինակի համար արի փոխանակի, չեմ փոխանակում։ Կոպիտ օրինակ։ Եվ այստեղ գալու է հաջորդ խնդրեմը եւ հաջորդ խնդրեմը։ Այսինքն սա ճանապարհ չի։
Այն որ կանգնում են արագարակ կրկնում են դուք խաղաղության դեմ եք, ահա չէ, մենք խաղաղության կողմ ենք, ուղղակի ասում ենք չէ, դուք չեք հասկանում, որ այդտեղ խաղաղություն չի, այդ լրիվ ուրիշ պատմություն է դա։ Ձեզ մցրել են մի քարանձավ, ու Աստված գիտի, մութ տեղերով գնում եք ինչ են անելու։ Տենց էլի։ Այսինքն ասածս է դա, այս վտանգները, լրջագույն վտանգները։ Ես չգիտեմ պարոն Խզմալյանը եթե տեղեկություն ունի գուցե մեզ հետ կիսվի, ես չգիտեմ ինչ պահանջ են ընդունել անկլավների, մենք Ամերիկայում ենք, ես պարոն Խզմալյանը Հայաստանում, դու Ուկրաինայում ես գուցե ինքը ավելի շատ տեղեկացված է, մեզ ինձ էլ է հետաքրքիր, ինչ պահանջներ են ընդունել անկլավների եւ ինչ պայմաններով են ընդունել անկլավի պահանջները, ես էլ եմ ասում։ Մի բացառությամբ, որ այստեղ գալու է միջազգային կոնյունկտուրայի հարցը, այսինքն նույն Ուկրաինայի գործոնը շատ կարևոր է։ Եթե Ուկրաինան կարողացավ պահել ռուսներին, ասենք, շարունակել սատկացնել եւ հասավ խաղաղության իր պայմաններով, կարողացան միջազգային կարգը քիչ թե շատ իսկ դա Ուկրաինայից այսօր կախված այդ միջազգային կարգը եւ շարունակում է Ուկրաինայից կախված մնալ։ Եթե ուրեմն այսպես լավ ձևակերպենք, չար ուժերին չհաջողվի ուրեմն աշխարհակարգը փոխել եւ հարմարացնել ըստ ոչ թե իրավունքի ուժի իրավունքով, այդ ժամանակ հապարզա ամեն ինչ կարող է լինի, բայց մի բացառություն, որ Ալիևին կզսպի այն, եթե աշխարհը խաղաղվի, Ուկրաինան հաղթի, կարգ ու կանոնը վերականգնվի, կարող է մի քիչ կարճանալ այս պարագայում։ Բայց հատկապես քանի մենք տեսնում ենք աշխարհում այս խառնաշփ ֆոտո ոնց որ թե երկարաժամկետ է նոր է սկսվել, եթե կարող է շարունակվի եւ կարող է հասնի, որտեղ ես միշտ եմ ասում, որպես պատմաբան ես միշտ հիշում եմ, որ առաջին համաշխարհային պատերազմը դեռ 1870-ականներից էր հասունանում, 1870-ականներից, այդտեղ մի 30-40 տարի բզբզում էին, այսպես ասած։ Ավելին ասեմ, երկրորդ համաշխարհային պատերազմն էլ, առաջին համաշխարհային շարունակություն եմ խորին համոզում, որտեղ չկարողացան աշխարհը այնց աշխարհակարգ ստեղծեն առաջինից հետո այնպիսի դասավորություն, այնպիսի կարգ ու կանոն, որը, այսինքն չլուծված կիսատ մնացած հարցեր, որը շարունակվեց, այսպես ասած, պարզա եւ հիմա այդ է, որ ես հասկանում եմ Ալիևը այնքան խաղաղ ունի, իսկ շատերին թվում է Ալիևը դա ինչի է, Ալիևը ձեռքում հələ բազմաթիվ խաղաղ ունի։ Մենք դրա համար ես ինքս խորհուրդ էի տալիս, մի վայր դրեք ձեր խաղաղ, մի վայր դրեք վտանգավոր է։ Մի հենց մենք ասում ենք խաղաղ բարեք կամ հենց բացատրում ենք, որ չի կարելի, միանգամից ասում ենք դու խաղաղություն չես զում, ապա լավ, դե տեսնենք։ Ես խնդրեմ, եթե պարոն Խզմալյանը ինձ հետաքրքիր է, ինչ անկլավների մասով ինչ տեղեկություն ունի։ Նախ ասեմ, որ ամենամեծ զավեշտն այն, որ անամոթաբար Փաշինյանը կրկնում է ես ձեզ բերել եմ խաղաղություն, մենք խաղաղության կուսակցություն ենք։ Փաշինյանը Հայաստանին բերեց պատերազմ, որտեղ խաղաղությունը բերել էր Մինսկի խումբը, որը 2019 թվականին խաղաղ ծրագիր էր առաջարկում, համաձայն որի Արցախը հայկական էր, Լաչինը բաց էր եւ պաշտպանվելու էր ինչպես եւ Արցախահայությունը միջազգային խաղապահներով, միջազգային գործողություններով, դա սևը սպիտակի վրա գրված է։ Փաշինյանը մերժեց այդ 2019 թվականի թուղթը։ Նա մերժեց 2018 թվականի սեպտեմբերի վերջին Միացյալ Նահանգների անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի առաջարկը անցնել ռազմավարական դաշինքի Միացյալ Նահանգների հետ զենքի, գումարի, ցանկացած տեխնոլոգիաների ստանալու առաջարկով։ Նա այդ ամենը մերժեց։ Եվ հիմա ասել, որ մենք ենք խաղաղություն բերել, դա պարզապես ոչ թե անհեթեթություն է, դա սրբապղծություն է, դա կեղծիք է։ Ինչ վերաբերվում է անկլավներին, հիշում եք, երբ որ Փաշինյանը սկսեց ցույց տալ դեղին գույնի Հայաստանի քարտեզը, նա մի ձեռքում էր պահում էր փոքրիկ մի կտոր, ասում էր սա էլ Արցվաշենն է։ Մենք Արցվաշենը չենք թողնելու։ Նկատել եք, որ արդեն ամիսներ շարունակ Արցվաշենի մասին խոսակցությունը չկա։ Բանն այն է, որ այդ պահին Ալիևը ասաց, որ ոսկեպարը, որ իրենք անվանում են ասկեպարի, եթե չեմ սխալվում, եւ Տիգրանաշենը, որը իրենք անվանում են Քյարքի, Ադրբեջանի պահանջներն են, քանի որ առաջինը դա ռազմավարական նշանակություն ունի Վրաստան դեպի տանող ճանապարհի վրա է կանգնած, հենց մենք դրա կողքով ենք անցնում, ինչպես Կիրանցում սահմանը ֆեդերալ ճանապարհից 1.5-2 մետրի վրա է։ Նման բան աշխարհում չկա։ Երկրորդը Քյարքին, նախկին այսօրվա մեր Տիգրանաշենը, դա դեպի Սյունիք գնացող միակ նորմալ ճանապարհն է։ Եվ կորցնել այդ վայրը նշանակում է կորցնել վերահսկողությունը ռազմավարական ճանապարհից վերաբերյալ, ինչը կապում է Արարատյան դաշտը Վայոց ձորի, Վայքի եւ Սյունիքի հետ։
Իմիջիալից ամենանոսր բնակեցված մեր տարածքների, որտեղ բնակչությունը 1 քառակուսի կիլոմետրի կազմում ընդամենը 1-ից 30 հոգի։ Այդպես որ Ադրբեջանի պահանջները դրված են ցեղանին եւ Փաշինյանը բազմիցս ասել է այդ մասին ժամանակին, որ դա չտալը նշանակում է պատերազմ։ Ուղղակի այս պահին նրանց երկուսի համաձայնությունը ասել է նրան, որ մինչև ընտրություններ Ալիևը համաձայնվեց այդ մասին չխոսել, որ չխանգարի վերընտրվելուն Փաշինյանի։ Սա է միակ պայմանը, որը Փաշինյանը քաշեց։ Այս չհասկացա, համ Արտաշենն են զիջում, համ Ադրբեջանի անկլավներն են զիջում։ Չէ, այստեղ բավական ծիծաղելի վիճակ է։ Նա առաջարկեց Արտաշենը Փաշինյանին։ Ահա ինչու Փաշինյանը խիզախորեն սկսեց քարտեզը մի ձեռքում, մյուս ձեռքում մի պստիկ կտորիկ ցույց տալ Արտաշենը, որտեղ Ալիևը առաջարկեց անկլավ է, գնացեք ապրեք։ Հիմա ընդամենը մեկ հարց, դու պատկերացնում ես մտնել Ադրբեջանի խորքերը, որտեղ Արտաշենը անկլավ է իսկապես, անջատված է Հայաստանից, ով է գնալու Արտաշեն եւ արդյոք Արտաշենը համատեղելի է, համեմատելի է ոսկեպարի ճանապարհի եւ Տիգրանաշենի ճանապարհի հետ։ Դա պարզապես ծիծաղելի է։ Չէ, բացի դրանից կներես հատեմ, Ալիևը զոր կուղարկի Տիգրանակերտ, կուղարկի դիրքերը կկառուցեն։ Փաշինյանը չի ուղարկի Արտաշեն։ Ավելին ասեմ, Արտաշենում հայերին էպես կվերաբերվեն, եթե անգամ մարդիկ գնալ են դե 5 օրից կգնալու Արտաշեն, ով կարող է գնալ Արտաշեն հիմա այս պայմաններում։ Հայաստան։ Իսկ ոսկեպարը եւ Տիգրանաշենի դեպքում դա Նախիջևանից համարյա կպած է, հեռու չէ։ Լեռներ են եւ ժայռ։ Ես չեմ զարմանում, որովհետեւ բանակցությունները գիտենք ովքեր են վարում, Մուստաֆայևի հետ ինձ համար բացարձակ զարմանալի։ Այսինքն եւ սա, եւ անկախության հռչակագիրը թույլ տալ անցկացնելը եւ անվանել դա խաղաղություն, սա ոչ միայն պարտություն է, սա ինքնասպանություն է, սա քաղաքական ինքնասպանություն է։ Եվ մենք պետք է ուղղակի շնորհակալ լինենք Թուլսի Հաբարտին, որը կամ չգիտեմ ով է ստորագրել այդ արտաքին հետախուզության զեկույցը, որ դա իմիջիալի Հաբարտը եղել է Հայաստանում եւ անգամ Արցախում է եղել։ Ես դրա համար եմ իր անունը տալիս, երբ որ դեռ նշանակված չէր այսօրվա իր պաշտոնին։ Ես այսօր կարծում եմ CIA-ն է, Թուլսի Հաբարտը մի պաշտոնը մի քիչ ավելի ընդհանուր է, այլ CIA-ն է արտաքին հետախուզ։ Թուլսի Հաբարտը դեռ այդ կապ չունի կարծում եմ։ Ինչևէ, իրենք դու գիտես, այդտեղ 15 կազմակերպություն են միացյալ զեկույց են անում, նման հարցերում սա ուղղակի կարող է փրկել մեզ որպես ազգ, որպես արժանապատվություն ունեցող մարդկանց խումբ, որովհետև դրանից հետո մենք նախ եւ առաջ ինքնությունն ենք կորցնում։ Իմաստը ինչ է նշանակում պետություն, դա ընդհանուր գաղափարով եւ երկրորդ, երրորդ հերթին արդեն ընդհանուր տնտեսությամբ եւ լեզվով միավորված բնակչություն է։ Նախ եւ առաջ դա ընդհանուր գաղափար է եւ գաղափարախոսություն, ընդհանուր պատմություն, ընդհանուր նպատակներ։ Այդպիսի պարակտված հասարակություն մենք երբեք չենք ունեցել։ Այս օրերին, երբ եկեղեցականներին կալանավորված բաց են թողել տնային կալանքի տակ, ինչ որ մենք շատ սուր ինչ ենք զգում։ Ինչով էս ամենը վերջացավ։ Այն ամեն նույնով, ինչով վերջանում է Փաշինյանի ցանկացած արշավը։ Արդյունքը զրոյական է։ Ոչ վեթինգը կատարվեց, ոչ դատաիրավական փոփոխությունները, ոչ Արցախի հարցը, ոչ կարմիր գծերը, ես չգիտեմ, արագաչափերը, ոչ մի բան, ոչ օլիգարխների ձկների եւ մկների որսը, ոչ մի բան, բացի մի արդյունքից, որը ակնհայտ է։ Ազգի պարակտումը, ազգի մակարդակը իջեցնել միջև սկզբից ամբոխ, իսկ հիմա մենք ամբոխ էլ չենք, մենք մի խումբ ամբոխներ ենք, որոնք իրար կոկորդ ենք կրծում եւ ծիծաղեցնում ենք, ուրախացնում ենք մեր թշնամիներին։ Այս սա է այս 8 տարիների հիմնական արդյունքը։ Ուրիշ արդյունք չկա։ Անկամ ասֆալտը, որով գլուխ էր գովում Թրամփի մոտ Նիկոլ Փաշինյանը, այս ձմեռը դե այդքան խոսելու բան չկա։ Ես հենց հիմա մեքենայիս անիվն եմ գրանատ եմ փոխում հերթական փոսի մեջ ընկնելուց եւ Երևանի կեսը երևի զբաղվում է նույն բաներով։ Հա, այդ ասֆալտի պատմությունը հիշում եմ Զարե Սինանյանը, որ եկել էր Կիև,
Գրիշացիկի ասֆալտը դուրը չէր գալիս, ու գնում են ասֆալտից են խոսում երևի։ Արմեն Եվրոպական խորհրդարանում վարչապետի ելույթի ուղերձները միանշանակ չընդունվեց հայկական քաղաքական դաշտում, որոնք էին հիմնական բացթողումները, այն որ տարերի արձան դրեցին, լավ էր։ Այս տարերի արձանը իմացանք, որ ուրիշ մարդկանց գաղափար էր, իրենք ցավոք չնկարվեցին այդ արձանի կողքին, բայց Հայաստանից էր, իշխանական էին, տարբերություն չկա, որ ճյուղն է, ինչևէ, արձանը լավ էր, շատ լավ էր, բայց մնացածը կարծես դժվար կլինի համաձայնել, ինչ ես կարծում։ Տես, գիտես ինչ, իրան հաջողվում երկար խոսել ոչ մի բանի մասին, հասկանում ես, իրա խոսույթի մեջ չկա ծրագիր, չկա առաջարկ, կա ցեղական մի քիչ տեղ, մի քիչ ինքեղ, մի քիչ ես, մի քիչ նրան, մի քիչ ընդ, մի քիչ, հասկանում ես, այսինքն եվրոպացիները սիրում են թափանցիկություն, արժեքներ, օրինակ, գնում է Մոլդովայի նախագահը, չէ՞, ասում են մենք պատկանում ենք Եվրոպային, դրա համար մենք ուզում ենք գանք Եվրամիություն։ Տարականը չէ, եթե դու պատկանում ես Եվրոպային, դու մենք ազատ խոսքի, ազատ տեղաշարժի, մարդու իրավունքների ու տենց թվարկումները եւ այլ հետեւաբար առողջ սնունդի, չգիտեմ, որակի մենք գալիս ենք Եվրոպա։ Դա Մոլդովայի ժողովրդի կամքն է։ Ընդ որում, ինձ չի, որ Մոլդովայի ժողովրդի ներսի ապրող ժողովրդի ավելի շատ է ուզում Եվրամիություն։ Այսինքն եթե մենք նայենք հարաբերակցությունը, կարող է պարզի որ նույնն է։ Այսինքն Մոլդովայի շատ սփյուռքն է քվեարկում, իրանք սփյուռքը քվեարկել։ Ես ստացվում է, որ ասենք որ իրաց հանրակրվեի ժամանակ էլ է սփյուռքը շատ քվեարկել։ Եվրոպական սփյուռքը Մոլդովայի քվեարկում, Հայաստանը սփյուռքը քվեարկելու իրավունք չունի։ Եվ կարող եթե դες վերցնենք, չէ, ես մեր սփյուռքի համար չեմ կարող բանանել, դες ասել, բայց գլոբալ հիմա դες, ինչ է ասում Փաշինյանը։ Ասում է մենք եվրոպական մտքեր ունենք, մենք ազատ խոսք, ժողովրդավարություն եւ այլն, բայց Իրանը մեր բարեկամն է։ Ինչ կապ ունի, այդ հետաքրքրում լավ բարեկամն է, բարեկամն ո՞ք ես ասում, ասենք գնաս այդտեղ բարձրաձայն ասես, հա, օրինակի համար։ Եթե դու գիտես, որ այս պահին դա համարվում է տերորիստական ռեժիմ, բոլորը միաբերան Եվրոպայում ասում են, այո, դա տերորիստական ռեժիմ է։ Այո, դա ահաբեկչությունը ֆինանսավորում է։ Դու գնես այդ պահին չգիտես չի այնտեղի ասում ես Իրանը մեր բարեկամը, բոլորը Պուտինին ասում որ ֆաշիստ է, բունկերային առնետ է, դա լավ հարաբերություններ պայենք, Եվրամիություն էլ կգանք, երբ որ արդեն Իլոն Մասկը սաղի տանի, տեղավորի Սատուրնում, Ուրանում, Մարսի վրա, Լուսնի եւ այլն, ու եթե այդ ժամանակ, որ արդեն աշխարհի դες մեծ մասը ունենք, մենք ասենք աֆրիկյան մի քանի երկիր ու բան ու Եվրամիություն եթե լինի, այդ վաղտել մենք բարեփոխված կլինենք։ Այդ վաղտ եթե ընդունեք, եթե լինի ու եթե ընդունեք, ընտիա, եթե չընդունեք, ասում փոխարենը մենք բարեփոխված կլինենք եւ այլն։ Հասկանում ես, սա մեսիջ չի։ Սա ես հələ չեմ տեսել Եվրամիության ձգտող պետություն այս աշխարհում, որ այդպես մեսիջ փոխանցի եվրոպացիներին։ Դա անեկդոտ է, այդպես բան չկա, գոյություն չունի։ Դուք փողը տվեք, ասում մենք անուններ չեմ ուզում տա, բայց արդեն մեր խոսակցության մեջ իդեպ այդ Եվրոպայի մասով այն դատարկ ակնկալեցի, ասեք ովքեր որ կապ ունեն, բանակցում են այդ թեմաները եւ այլն, հա։ Ժամանակին այսպես այդ հանդիպումները որ ներքին կարգով կազմակերպում էր, ինձ գուցե պարոն Խազմալյանը իդեպ տեղիք լինի այդ թեմայով, մարդա մեկը, որը այդ հարցերով այդպես զբաղվում է, ասում էր մենք չենք բարեփոխվենք, որտեղ մենք մարդ չունենք անգամ որ նախարարություններում անգլերեն գիտի այդքան քանակությամբ։ Մենք խնդիր ունենք, մենք հնարավորություն չունենք բարեփոխվելու։ Դրա համար չի ստացվում, դրա համար չենք կարողանում այն մի հատ եվրոպական ծրագիրը SEPA-ը իրականացնենք եւ այլ այսպես շարունակ, ոնը չտամ, բայց արդեն կարծում եմ շատ դեռ պետք է գլխի ընկնենք ինչի մասին է։ Հասկանում ես, ես ախր այդ խոսակցությունները ժամանակին այդպես տարիներով տեղական եւ այլ շարունակ տարիներով ասում են մենք չենք կարող անենք այդ բարեփոխումները, որովհետեւ մենք ռեսուրս չունենք։ Հիմա ընդ որում ոչ միայն ֆինանսականի մասին է, հիմնականում խոսքը մեր կրթական ռեսուրսի մասին, տարբեր տեխնիկական հնարավորությունների եւ այլ այսպես շարունակ։ Հիմա Փաշինյանը ասում է, չէ, դուք գործ չունեք, դուք մեզ մեկ փող ա պետք, դուք փողը տվեք, մենք կբարեփոխենք, ախր ես գիտեմ, որ իրաց ներսի քննարկումներում իրանք ասում են ձև չկա, մենք բարեփոխենք, մեզ օգնություն է պետք, եթե այդ տարբերակով նայենք։ Անգամ Սերժ Սարգսյանը, եթե կհիշես պարոն Խզմալյանը կհիշի, անգամ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ հասկանալով, որ իրանք չունեն այդ ռեսուրս դելիքը, յուրաքանչյուր նախարարությանը եվրոպացի էր գցե խորհրդական։ Ճիշտ եմ հիշում պարոն Խզմալյան։
Հիմա դու ասում ես ես գնում եմ Եվրոպա, Եվրոպացիք ասում են ամեն ինչով քեզ պատրաստ ենք օգնել։ Ինչ մասնագետ պրոբլեմ չկա։ Այ որ մասնագետը դունես ավելի շատ կգտնանք, որտեղ կտեսնենք անկեղծ ես ուզում ոնց թե ինչ որ մի բան գնում է առաջ։ Ինքը ասում է ես հերո մնացեք, ոչ մասնա։ Դուք թողեք, փողը տվեք, մենք առանց այնտեղ մեր ձևով կբարեփոխվենք։ Այսօր լսում եմ հարցազրույց, ուրեմն Հայաստանի կարևորագույն քաղաքների ստրատեգիական, այսպես ասած, մարզի կարևորագույն քաղաքներից մեկի գողական քաղաքապետի, որը ինքը քաղաքապետ լինելով ինքը ընդհանրապես դեմոկրատիայի հետ կապ չունի, այնտեղ ընտրվում է հասարակական որքան ես հասկացա գողականները քեզ արտադրում գողական թիմը կառավարվում է գողական պանյատներով, մարդը բարերը օգտագործում չի հասկանում այդ բառերի իմաստը, ուրական այդ կոնտեքստից հասկանում չի հասկանում ինչ այդ բառը նշանակում։ Սա այդ վիճակն է Հայաստանում։ Ոչ մի բան չի արվում։ Օգնություն չեն խնդրում եւ չեն ասում, չէ թողեք։ Ընդ մեկը կա, համ ԵԱՏՄ-ով է զբաղվում, համ Պուտինի հետ է մոտիկ, համ էլ հեսա բնեց բարեփոխի դառնալ Եվրոպայի կողմում։ Դե հասկանալ լուրջ չի այդ ամեն ինչը էլի։ Իրոք դա լուրջ չի։ Ու մենք տեսնում ենք, ասենք նույն այդ պատմությունը, որ ելույթ, իսկ ինչ խոսած այդ ելույթ, իսկ ինչ ասեց այդ ելույթում, որ ես հիմա հիշեմ, ասեմ, այ էսի հետաքրքիր կամ էսի ոչ մի բանի մասին է իր երեկները Եվրոպայում, եթե նկատել ես։ Եթե նկատել ես, ավելացնում։ Մենք ձգտում ենք մեզ փող տվեք։ Եթե դες իմ մոտ այդ տպավորությունն է, ոնց որ գնում է, այդպես մենք չեք պատկերացնի ժողովրդավար ենք։ Այ որ մի 100 միլիոն տակ ընտի ժողովրդավար կդառնանք։ Նենց բարե փոխվենք, չեք պատկեր։ Ես անկեղծ ինքդ ես չի ասում, բայց երբ որ ես ելույթները լսում եմ, իմ մոտ դες կողքից այդ թրեքն ա գալի, որ ես ուրիշ պատկեր եմ տեսնում։ Ինչ որ մեկը կանգնեց ասում 10 միլիոնը նենց է ժողովրդավարացնում, նենց է բարեփոխում, չեք պատկերացնի։ Ընտիր Այդ տենց էլ ասում է միջալոց, նա տենց էլ ասում է, վերջերս այդ 10,000 թոշակներին ավելացումը, այդ sustainability loan-ից էր, դրա հաշվին էր, դրա շնորհիվ էր, որ Եվրոպան ուղարկեց $200 միլիոն, որտեղ Հայաստանի սեփական եկամուտներից տենց բան չի գալիս, դա օգտագործվում է իրենց շրջանակի միլիարդավոր պարգևաճարներ վճարելու համար։ Եվրոպային Հայաստանի այս իշխանությունը վերաբերվում է ճիշտ այնպես, ինչպես բոլոր իշխանությունները Հայաստանում վերաբերվում են Սփյուռքին, կթամկով, օգտագործելով, եթե Սփյուռքի նկատմամբ օգտագործվում էր դուդուկ զուռնա, Արարատ եւ մի քանի բացիկների գաղափարներ, տուրիստական Եվրոպայի դեպքում վերջում ասվում են կեցը ժողովրդավարությունը եւ ծափարություններ են հնչում այդ վերջի խոսքերին։ Իսկ ճարի ընթացքում մենք նորություններ այնուամենայնիվ լսեցինք։ Ես գիտեմ շատ լավ, որ իմ գրառումները ուշադիր կարդում են եւ հիմա չեմ ուզում այդ մասին առանձին խոսել, բայց քանի որ ձեր խոնարհծառան էր նախաձեռնել Եվրամիության անդամակցության օրենքը եւ այն ինչ հնչեց Ստրասբուրգում դա անուղղակի ուղղված էր նաեւ ինձ, որովհետեւ ես եմ Երևանում անընդհատ ասում, որ Հայաստանի իշխանությունը կրկնում է վրացական իշխանության ճանապարհը, վրացական երազանքի ողբերգական սխալներով լցված ճանապարհը։ Հա, ճիշտ է, ես ճիշտ ասած բայց ինքը մի անգամ էլ ակնարկել կներես ուղղակի ասեմ էլ ինքը մի անգամ էլ ակնարկել նոր չէր դա մինչև այդ արդեն ասել էր որ հիշում եք ես ասում եմ դե մի քիչ խոչընդոտներ կա այլ մի հատ է խոչընդոտ կա Վրաստանը այսինքն պատճառաբանությունների թիվը ընդհանրապես շատացրեց այդ էր այո կներես ճիշտ է բայց դա կատարյալ կեղծիք է երկու պատճառով նախ նրա պալատական մեկնաբանները անմիջապես սկսեցին բացատրել դե իհարկե առանց Վրաստանի մենք չենք կարող Եվրոպա մտնել ինչը ճիշտ է որովհետև Եվրոպային Հայաստան առանց Վրաստանի նույնքան պետք չէ որքան էլ Վրաստան առանց Հայաստանի իրենք պատահական չէ որ Ջորջո Արմանի գաղափարն են կատակով ամերիկյան դեր գաղափարը 20 տարվա առաջ դնում Հայաստանը Վրաստանի հետ պետք է մտնի բայց խնդիրը դա չէ Վրաստանը երբ որ դիմել էր Անդամակցությանը 2022 թվականին Վրաստանը չէր հարցնում Հայաստանի համաձայնությունը մեկ երկրորդը երբ որ մեզ ասում են որ աշխարհագրորեն Վրաստանը բաժանում է Հայաստանին Եվրոպայից կներեք մենք չունենք սահման Եվրոպայի հետ իսկ ինչ Ռուսաստանի հետ մենք սահման ունենք
ԵԱՏՄ-ի հետ մեկ սահման ունենք, ոչ, չէ, էլի Վրաստանով է սահմանը գնում, վերջերս էլ Ադրբեջանով է որոշ բաներ գնում, այսինքն սա անհեթեթ փաստարկ է, բայց Վրաստանի սահմանը Հայաստանի համար փակ չէ, Վրաստանի սահմանը դա ոչ միայն Լարսն է, որ Ռուսաստանը բարեհաջող փակում է 2 ամիսը մեկ, դա նաև Փոթինը եւ Բաթումին է, որոնք երբեք փակ չեն, եւ այնտեղից կա ոչ միայն Ռուսաստանի սահման, այլ Ուկրաինայի նավահանգիստները, Բուլղարիայի եւ Ռումինիայի նավահանգիստները, այսինքն Եվրոպա, եւ ձևանալ, որ եվրոպացիք նույնքան վատ գիտեն աշխարհագրությունը, որքան էլ դուք պարոնայք եւ տիկնայք, դա ծիծաղելի է։ Սա մեկ։ Երկրորդը այն, որ դա բերվում է որպես excuse, կներեք մենք շատ ենք ուզում, բայց մեզ վրացիներն են խանգարում։ Սա վատ պարողի արդարացում է։ Մնացած բոլոր խոչընդոտները բերված նույնպես անհեթեթ են, որովհետև դուք ակնարկեցիք Մոլդովայի օրինակը, Արմեն ջան, Մոլդովան նույն խնդիրներն ունի, աղքատ գյուղատնտեսական երկիր է, զավթված տարածքով, ռուսական ռազմաբազա են, էլ հսկայական պայեսներ կան այնտեղ, ռուսամետ ազգաբնակչություն եւ լիքը նմանություններ Հայաստանին, բայց մեկ տարբերություն կա։ Այդ տարբերության անունն է Մայասանդու, նախագահ, որը ունի քաղաքական կամք, եւ որը սկսելով 2022 թվականին Վրաստանի հետ միասին, իմիջիալոց երբ որ Հայաստանում ընդունվում էր օրենք անդամակցության, Վրաստանը արդեն գտնվում էր Եվրամիության հետ այդ նույն վատ հարաբերությունները, այդպես որ էդ էլ չի աշխատում, դա էլ է սուտ։ Եթե թույլ կտաս Տիգրան ջան, այստեղ մի հատ նյուանս կա, որ դու չնշեցիր, եւ շատ կարևոր նյուանս։ Դու ասեցիր, որ սահմանի հետ կապ, որ Հայաստանը Եվրամիության հետ ավելի մեծ սահման ունի, քան Ռուսաստանը, Ռուսաստանը սահման չունի ուղիղ, բայց Հայաստանը Եվրամիության հետ այսօր ունի մեծ սահման Թուրքիայով եւ Վրաստանով, ինչու՞։ Որովհետեւ եւ Թուրքիան եւ Վրաստանը DCFTA-ի անդամ են, այսինքն խոր եւ ազատ ու համապարփակ համաձայնագրի անդամ են, այսինքն եթե դու դառնում ես եւ Վրաստանը դուրս չի եկե, ավելին նրանք եւ Թուրքիան եւ Վրաստանը չեն կարող դուրս գալ, որովհետեւ դա նրանց ահռելի բենեֆիտներ ա բերում։ Ահա ինչու մենք պահանջում ենք, որ Հայաստանը ավելին ասեմ, Վրաստան պետք չի որ Հայաստանը, եթե բազմիցս եթերում ասեմ, պետք չի որ դու հենց հիմա դիմես Եվրամիությանը, եթե դու ազնիվ ես, իդեպ էստել է շատ կարեւոր, դու դիմում ես DCFTA-ի ոնց որ Սերժն էր փորձում անել եւ մի օրում գնաց ԵԱՏՄ, չէ՞։ Դու դիմում ես DCFTA-ի, մտնում ես Եվրոպական տարածք, որը ոչ միայն ինքը քեզ բերում է եվրոպական մասային տարածք, այլև օգնում է շատ արագ այդ բարեփոխումները տել անում է քեզ բարձրացնում է հասցնում է Եվրամիության մակարդակ։ Ավելին ասեմ, դա նաեւ քաղաքական առավելություն կտար Հայաստանի, ոչ միայն որ դու Վրաստանի հետ նույն մաքսային գոտու անդամ ես դառնում, հենց այս պահին, ինչ Վրաստանի, ինչ է խոսում, ինչ Վրաստանի մասին։ Գումարած Թուրքիան, որ ահռելի գումարները աշխատում, եւ եթե Թուրքիան չբացի DCFTA-ի անդամի հետ սահմանը, նա այդ տնտեսությունը բազում չէ։ Վերջաց կներես, բայց կարևոր էր, պետք է շեշտել։ Միանշանակ։ Եվ ես ասում եմ, որ գոնե մեկ քայլ անելը դա արդեն բերում է, վերջացնում եմ դրանով։ Դուք այդքան խոսում եք խաղաղության մասին։ Դուք այդքան վախեցնում եք մարդկանց, որ սեպտեմբերին կսկսվի, ինչպես Սյունիքում ասում էր, թե Թավուշում էր ասում, շաբաթ օրը պատերազմ կսկսվի, կհարձակվեն մեզ վրա։ Ամոթ է շանտաժի ենթարկել ու վախեցնել այս խեղճուկրակ ժողովրդին։ Դուք եք բերել այստեղ պատերազմ եւ դուք չեք ուզում խաղաղություն բերել, որովհետեւ խաղաղության միակ իրական երաշխիքը 22 թվականից եղել էին եվրադիտորդները, որոնց դուք հիմա պատրաստ եք հեռացնել, այդ Եվրոպան չի ուզում, սա մեկ։ Եվ երկրորդը, եթե ամբողջ Հայաստանի անվտանգության եւ խաղաղության մասին է խոսքը, եթե այդքան անկեղծ եք, մտահոգված, դիմեք, ստացեք շաբաթների ընթացքում կարգավիճակ թեկնածու երկրի եւ դուք մտնում եք ոչ միայն DF, ինչպես էր այդ ապահովում DCFTA, դուք նաեւ մենք հայերս, ազգը, երկիրը, պետությունը ստանալու է անվտանգային երաշխիքներ, որտեղ թեկնածու երկիրը արդեն ունի լուր պաշտպանվածություն։ Դուք դա չեք անում, որտեղ դուք խոստացել եք դա չանել։ Մեր հաշվին, մեր ներվերի, մեր վախերի, մեր երեխաների ապագայի հաշվին դուք երկարացնում եք միայն ու միայն ձեր իշխանությունը։ Սա է ողջ գաղտնիքը։ Իսկ ում են խոստացել պարզը, չէ՞։ Նույն Ալիևին, Պուտինին եւ Էրդողանին։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտնում մեր լսարանի համար, ինչպես միշտ շատ ջերմ մթնոլորտում անցավ։ Ես եմ շնորհակալ։
Ստեսիոն շնորհակալություն, շատ ուրախ եմ, որ մենք կրկին այդ ձևաչափով դիմում ենք հասարակությանը։ Ես կարծում եմ մեր եթերները հենց այս ձևաչափի պատճառով են նաև հետաքրքիր։ Շնորհակալ եմ։ Ուկրաինա, Միացյալ Նահանգներ եւ Հայաստան։ Մենք հայ ենք, մենք միասին ենք եւ մենք չենք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։ Հայերն ամենուր են։ Շնորհակալ Մարաջան, այո, ասում եմ, այսպես 3 երկրի ստացեց եւ հուսով եմ ուղղակի կարևոր մի բան, ես կարծում եմ ուղղակի մարդկանց պետք է մտածելու տեղի դա։ Շնորհակալ եմ, հուսամ մոտ ժամանակներս նորից կհավաքվենք։ Մինչ նոր հանդիպում։ Ստեսիոն։ Հաջողություն։